Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին է նվիրված Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում բացված նոր ժամանակավոր ցուցադրությունը։ Հայրենականում դիվերսիոն հետախուզական խմբի հայ մարտիկների ղեկավար Նորբայազեցի Վաչիկ Ենոքի Քալաշյան Պողոսյանի արխիվը համալրվել է։ Անցած տարի թանգարանի ֆոնդերը համալրվել են նոր ցուցանմուշներով, հերոսին պատկանող լուսանկարներով, գրքերով, մեդալներով, շքանշաններով եւ այդ արդիվ թանգարանում բացվեց նոր ցուցադրություն։ Նպատակը սերունդներին փոխանցել մեր հերոսների կատարած սխրագործությունները եւ նրանց կրթել, դաստիարակել հայրենասիրական ոգով։ Վաչիկ Քալաշյան Պողոսյանի անձնական իրերը թանգարանին հանձնել էին նրա զավակները, որպեսզի նաև իրենց սերունդներն ամուր կապվեն արմատներին եւ նախնիների ծննդավայրին։ Մեզ մոտ էր պահված իրերը, եղբորս Ենոքի մոտ էր հիմնականում, փոքր եղբորս։ Դե որոշեցինք ավելի ճիշտ կլինի թանգարանային պայմաններում պահվի, դրա համար դիմեցինք Գավառի երկրագիտական թանգարանի, նրանք էլ սիրով ընդունեցին։ Այսօրը մեզ համար կարևոր օր է շատ, ամբողջ Գերդաստանով հավաքվում ենք։ Հիմա էլ այս անգամ թանգարանը մեծ անակնկալ արեց մեզ, որի համար շատ շնորհված ու շնորհակալ ենք։ Ցուցադրությանը զուգահեռ թանգարանի գիտաշխատողները պատմում են Վաչիկ Քալաշյան Պողոսյանի եւ հայրենական մեծ պատերազմում Նորբայազեցի մյուս հերոսների անցած մարտական ուղու մասին։ Հայրենական մեծ պատերազմին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին Գեղարքունյաց աշխարհի 6100 քաջարի զավակներ, որոնցից 2159 չվերադարձան։ Միայն մեր քաղաքից հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերեցին 431 քաջարի զավակներ։ Վաչիկը ընդամենը 20 տարի նոր բոլորած Գեղամա լեռների փեշերից Սևանա լճի ափից զինվորական ծառայության մեկնած երիտասարդ էր։ 1941 թվականի հուլիսի 3-ից մտել է ռազմաճակատ Բելոռուսիայի Լեպել քաղաքի մատույցներում։ Այցելուները ժամանակավոր ցուցադրությանը ծանոթանալու հնարավորություն կունենան 2 ամիս։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Եղամա օր։